Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսվում է Fast-X Premier League-ային նոա Ուրարտու հանդիպման այդ խաղային մամուլի ասուլիսը գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ։ Սկզբում գլխավոր մարզիչը խոսի հանդիպման մասին, որից հետո կարող եք ուղղել ձեր հարցերը։ Պարոն Արզումանյան, կարծիք խաղի մասին։ Կարծում եմ մենք տակտիկապես լավ հանդիպում անցկացրեցինք։ Բնականաբար մեր մտադրությունները գնդակով խաղի ժամանակ ինչպես որ ես եմ սպասում, ֆուտբոլիստներն են սպասում եւ երևի գրեթե թիմերն էլ մրցակից չկարողացանք իրականացնել, քանի որ մրցակիցը շատ հզոր, ֆուտբոլիստներով շատ հզոր, լավ թիմ է, բայց պաշտպանությունում կոմպակտությունը եւ թեմաների փոփոխությունը խաղի ընթացքում մեզ ապահովեց նաեւ վտանգավոր պահեր մրցակցի դարպասի մոտ, երկրորդ տայմում շատ ավելի խաղակեսում շատ ավելի լավ հանդես եկանք, ունենք գոլային պահեր, շնորհակալ եմ եւ հիացած եմ իմ ֆուտբոլիստներով, թե երիտասարդ, թե ոչ այդքան, թե ինչպես են ընդունում ամեն մարզման process-ը, մենք կենտրոնանում ենք մեր process-ի վրա, մենք չենք շեղվում լույսը գնաց, մրցակիցը ինչ կփոխի, ինչպես կպատրաստվեն, ինչ կիմանան, ինչ չեն իմանա, մենք ամենօրյա մարզումներով պատրաստվում ենք մեր խաղը բարելավելուն եւ այսօր կարծում եմ մենք մեկ քայլ ավել կատարեցինք նախորդ խաղի համեմատ, խաղացինք ավելի լավ, քանի որ նախորդ խաղին հասկանալի էր նոան մի քիչ հոգնած ֆոնին էր եկել, խաղն ավարտվեց 0-0, այսօր նոան հանգստից հետո էր եկել, խաղն ավարտվեց 0-0։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ֆուտբոլիստներին։ Շնորհակալություն։ Հարցեր։ Պարոն Արզումանյան, առաջին խաղացում փոխարինեցիք վնասվածքի պատճառով, ինչ կասեք վնասվածքի մասին։ Ինքը գլխին հարված ստացավ եւ այդ մինչեւ փորձում էր հասկանալ կարող է թե չէ այդ մի քանի րոպեները 5 թե 10 նույնիսկ այդ հենց այդ րոպեները շատ բարդ էր մեզ համար, քանի որ նա այսպես ասած լողում էր, չէր հասկանում ինչ է կատարվում եւ ճնշումը մեծանում էր, բայց այդ հատվածում էլ կարողացանք դիմանալ եւ չկարողացավ շարունակել գլխին հարված ստանալու պատճառով նա ժամի լավ զգում։ Շնորհակալություն։ Ռոբ։ Պարոն Արզումանյան, նախորդ խաղին է, այս խաղին է կարելի ասել, մրցանակային գործողությունների կապված բազմաթիվ հարցեր կան, թե ինչպես է գնահատել մրցավարների աշխատանքը այս մրցաշրջանում։ Ընդհանուր չգնահատեմ, մեկ անգամ գնահատել եմ, բայց սխալները նորմալ են, ես իմ կարծիքը շատ եմ ասել, մենք բոլորս պետք է առաջ խաղացում ունենանք, թե մենք մարզիչները, ֆուտբոլիստները, մրցավարները նույնպես ամենակարևորը որ միտում չլինի, որ կարծում եմ չկա, պետք է նաև ինչի մասին որ խոսել եմ, մրցավարը բարձ մտքով գա խաղին։ Ընդհանուր առմամբ առաջնության տեմպը թիմերի որակը բարձրացել է, կարող է դրանից լինել, ինչպես նաև երևի մենք շատ ենք բողոքում, դա էլ կարող է ֆոնի, բայց այսօր չկար վառ, չգիտեմ դուք գիտեք թե չէ, այսօր վառը չէր աշխատում, այո, չգիտեմ ինչ պատճառով, մի կողմից ինձ դուր եկավ որ վառ չկա, ես հիշեցի ինչ վառի արագ ֆուտբոլը, որ միանգամից խաղից դուրս է, չի շարունակվում, ընդմիջում չի լինում եւ այլն, բայց չկար վառ, երևի թե պետք է հարցնել ինչու չկար, լույսերը գնաց մինչ այդ, բայց մի քիչ օֆսայդները ու որոշ դրվագներ պետք է խաղը նայել, չգիտեմ ում կողմից էր ավելի շատ, բայց ինձ դուր եկավ, քանի որ խաղի տեմպը բարձր էր։ Շնորհակալություն։ Արմեն։ Ճիշտ ասած, ես մինչև վերջին պահը երևի թե նշանն եկավ, ես մտածում էի չարժի երևի թե ամեն վարքյան մտածում էի հոգնել է, բայց հետո արձակման ժամանակ չի հոգնում, պաշտպանության ժամանակ է հոգնում, ռիսկային էր, ես մինչև վերջին պահը մտածում էի ճիշտ է թե չէ, բայց Սանթոսը հասցրեց վերջին պահին նշան տալ, որ երևի ու ես այդ բան ճիշտ ասած ավելի թեթևացա, քանի որ կարծում էի, որ սխալ կարող է որոշում լինել եւ հետո Կարենին ցրեցինք Բրունոյի տեղը, արդեն ստում է վերջում օգնել էր։ Շնորհակալություն։ Արմեն։ Ինչի՞ մասին 4 խաղ հասկացել եւ 4-ը դարձանալի կայ, դուստորցել երկուսամյակներ առասական, դուստորցել Դորմատինյանը, որը դասական լավեցնում է նաեւ ուղղակի
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է առաջադիմի, գորը շատ լավ դասապար առաջադիմում է, եւ կրկնվեմ 4 խաղն է գոլ բաց չենք թողնում, իշևը վերջին 2 խաղը կարող էր ավելի լավ խաղալ, հատկապես իր ամենաուժեղ, շատ ուժեղ որակներ ունի։ Գնդակով խաղը ընդհանուր այս 2 խաղերը նույն կրկնեմ, շատ լավ պրեսինգ անող, շատ լավ թիմ է, դրա համար չստացվեց այն մտադրություններն ինչ ունեինք, բայց 4 խաղը անընդմեջ գոլ բաց չենք թողնում, իշևի Դրագոյի օգնության, Մատինյանի օգնության, մարշչական շտաբի, ֆուտբոլիստների եւ այլնի, բայց նրանից գոհ, ինչպես նաեւ գոհ եմ Մատինյանից, որը երիտասարդականում 11 մետրանոց բաստողից մեծավոք սրկի 5 գնդակել բաստողեց, գոհ եմ դասապաններից, ինչպես նաեւ բոլոր մնացած ֆուտբոլիստներից։ Շնորհակալություն։ Այլ հարցեր։ Շնորհակալություն։